Երբ որ դուք Կիրակի օրերը գնում եք պատարագի, հայրմերից հետո լսում եք այս երգը։ Ծանոթ է այս շարականը, այն կոչվում է շարական հանդերձի եւ հարմոնիաներով այսպես է հնչում, սիրելի ժողովուրդ։ Խորհուրդ խորին, երևի այս անունը շատ ծանոթ է ձեզ, պատարագի առաջի շարականն է եւ ինչքան է զարմանալի թվա, այդ շարականը կոչվում է շարական հանդերձի, այսինքն հանդերձավորման, զգեստավորման շարական, որը երգվում է այն ժամանակ, երբ որ քահանան ավանդատանը փոխում է իր զգեստները եւ հագնում է հատուկ պատարագի համար նախատեսված զգեստներ։ Բայց այդ մասին մի այլ մասին կխոսենք, այսօր ուզում եմ խոսեմ այս շարականի մասին, քանի որ այս երգով սկսվում է պատարագի առաջի շարականը, ինքը պետքա որ շատ կարևոր բաների մասին խոսենք, խնդրենք, ասենք Աստծուն, չէ՞։ Եկեք տեսնենք այդ շարականի բառերը եւ հայերեն թարգմանությունը, արևել աշխարհաբար ժամանակակից հայերեն թարգմանությունը ու տեսնենք այդ ինչի մասին ենք խնդրում ու խոսում Աստծո հետ ասելով խորհուրդ խորին։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, ես անչափ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք պատարագի մասին այսպես իրար հետ խոսելու։ Առաջի ձայնագրությունը, որ եղավ պատարագի մասին, 100,000 մարդ տեսավ։ Երկրորդ ձայնագրությունը, որ ես ձեզ խնդրել էի կիսել ձեր ընկերների հետ, 110,000 մարդ տեսավ։ Սա կատարվում է, ես հավատում եմ Տիրոջ ողորմությամբ եւ ձեր միջոցով, որպես անոթ լինելով։ Խնդրում եմ, այս ձայնագրություններ եւ մնացած բոլոր ձայնագրություններն էլ գոնե պատարագի մասին կիսեք ձեր ընկերների հետ։ Ուրեմն գրեթե 1000 հոգի էր կիսել ամեն մի ձայնագրությունը եւ այդ նշանակում է, որ ամեն անգամ, երբ որ դուք կիսում եք ձեր էջին, ձեր ընկերների հետ, միջին հաշվով մի 100 հոգի տեսնում է եւ պատկերացնում եք, այդ 100 հոգուց մեկը իմանա, ասի վայ, այս ինչ հետաքրքիր է մեր պատարագը ու որոշի այս Կիրակի օրը պատարագի գնալ ու սրանից հետո սկսի քրիստոնեական կյանք ապրել։ Ինչ մեծ ուրախություն կլինի, չէ, երկնքում եւ կասեն, որ այ ձեր միջոցով դա եղավ։ Այնպես որ եկեք օգնենք միասին այս գործը անելու եւ Աստծո խոսքը մեր ժողովրդին հարցնելու։ Ուրեմն պատարագի առաջի շարականը հայրմերից հետո կոչվում է խորհուրդ խորին։ Ես հիմա ձեզ մի գաղտնիք եմ ուզում պատմել եւ նաեւ մի խոստովանություն անել։ Երկար ժամանակ այս տարիքից եմ հասել, ինձ թվում էր, որ խորհուրդ խորին ասելով մենք դիմում ենք որպես այս պատարագը շատ խորը խորհուրդ է։ Եվ իսկապես պատարագը շատ խորը խորհուրդ է, թե այդ ինչ բան է, որ Աստծո որդին մարդացել է, որ Աստծո որդին իր մարմինը տալիս է ամբողջ աշխարհին իր հավատացյալներին ուտեն, որ հավիտենական կյանք ունենան։ Բայց այսօր ես նաև ուրիշ բան հասկացա, խորհուրդ խորին ասելով մենք դիմում ենք Աստծուն, տեսեք ինչ է ասում բառերը։ Եկեք կարդանք այս շարականի բառերը թարգմանված մեր ժամանակակից աշխարհաբարով։ Սկիզբ չունեցող եւ անհասանելի խորը խորհուրդ, Աստծուն է դիմում։ Դու, որ անմաչելի լույսի առագաստում զարդարեցիր երկնային թագավորությունը եւ գերապանց փառքով հրեշտակների դասերը, անպատմելի եւ հրաշալի զորությամբ ստեղծեցիր Ադամին որպես տիրական պատկեր եւ նազելի փառքով զգեստավորեցիր նրան Ադենի դրախտում բերկնակների վայրում, քո միածին որդու չարչարանքներով նորոգվեցին բոլոր արարածները եւ մարդը վերստին անմահացավ, զգեստավորվելով անկողոպտելի զգեստներով։ Ով Սուրբ Հոգի Աստված, որ վերնատան մեջ առաքյալների վրա հեղվեցիր որպես կրակ հոսող անձրևածին բաժակ, պատմուճանի հետ մեզ վրա նույնպես հեղիր քո իմաստությունը։ Այսինքն պատարագի ժամանակ կանգնած ժողովուրդը երգում ասում է Սուրբ Հոգի, մեր վրա նույնպես հեղիր քո իմաստությունը։ Հետո ասում ենք Տեր, քո տանը վայել է սրբությունը։ Սա շատ կարևոր նախադասություն է, հասկանում եք, Աստուծո տանը վայել է սրբություն, չի կարելի խոսել, չի կարելի աչուձախ գնալ գալ, չի կարելի խանգարել մարդկանց աղոթքը, ամեն կերպ պետք է ցույց տանք մեր ակնածանքը, մեր սուրբ երկյուղածությունն ու զգուշավորությունը Տիրոջ տան մեջ, որպեսզի հանկարծ ոչ մի կերպ չխաթարենք այն սրբությունը, որը վայել է Տիրոջ տանը։ Տեր, քո տանը վայել է սրբությունը։ Դու, որ վայելչություն հագար, մեջքդ փառավոր սրբությամբ գոտեպնդելով, ճշմարտությամբ պատիր մեր մեջքերը։ Ինչպես քո տիեզերք արարող բազուկները տարածեցիր աստղերի դեմ, պատկերացնում եք, ասում է ինչպես որ դու ստեղծեցիր աստղերն, ասացիր, թող լինի լույս, թող լինի այսպես, թող լինի այնպես, ինչպես որ դու քո տիեզերք արարող բազուկները տարածեցիր աստղերի դեմ, նույնպես էլ մեր բազուկներին կարողություն տուր, որպեսզի մեր ձեռքերը վեր պարզած
քեզ միջնորդեն։ Դրա համար է պատարագի ժամանակ դուք տեսնում եք շատ մարդիկ ձեռքերը վեր պարզած։ Գիտեք, ձեռքերը վեր պարզած աղոթքը դժվար է, որտեղ ձեռքերը հոգնում են, բայց երբ որ դու այս մի տեսակի զողողություն ես անում, մի տեսակի նեղություն ես քաշում, դա սխրանքի պես բան է համարվում։ Եթե դուք Աստվածաշունչը կարդացել եք, 5 կտակարանում մի դրվագ կա, որ երբ որ հрьяաները պայքարում էին, Հեսուն պայքարում էր Ավետյաց երկիրը գրավելու համար, Մովսեսը աղոթում էր լեռան վրա, եւ ասում է, երբ որ Մովսեսը ձեռքերը բարձրացած էր աղոթում, նրանք հաղթում են, երբ որ հոգնում էր ձեռքերն իջեցնում էր, նրանք պարտվում են, եւ ասում է, երկու հոգի եկան եւ մտան Մովսեսի թևերի տակ, ձեռքերը պահեցին եւ այդպես մինչեւ երեկո Մովսեսը մնաց եւ հաղթեցին պատերազմը։ Ուրեմն տեսեք, ասում է, ինչպես քո տիեզեր կարարող բազուկներ տարածեցիր աստղերի դեմ, նույնպես էլ մեր բազուկներին կարողություն տուր, որպեսզի մեր ձեռքերը վեր պարզած քեզ միջնորդեն։ Մեր գլուխը թագով հյուսելով, մեր միտքն ու զգայարանները պատիր խաչանի շուրվարով, Ահարոնի նման ոսկե թել ծաղված, որպես խորանի զարդ։ Այսինքն պատարագի ժամանակ մենք պետք է մեր միտքը եւ զգայարանները մաքուր պահենք, զգուշ պահենք, որպես խորանի զարդ, որ հանկարծ աճ ու ձախ չմտածենք, ուրիշ բաների մասին չգնանք, հանկարծ հեռախոս չմիացնենք, հեռախոս չանջատենք կամ ինչ-որ հեռախոս չստուգենք կամ խորանի վրա կամ չգիտեմ ժողովուրդը պատարագի ժամանակ, սաղ պետք է անջատված լինի։ Պատարագի ժամանակ էլ սակավակները քանի անգամ ասում են՝ ի վեր ընծայեք ձեր մտքերը Աստվածային երկյուղի, զգուշությամբ վարվեք, մտքերը սուրբ պահեք։ Դրա համար էլ ասում է, մեր մտքերը սուրբ թող լինեն որպես խորանի զարդ։ Քո Աստված պետականության բոլոր երամներից տիրական նափորապորտ սիրով, նափորապորտ նշանակում ասենց ամբողջությամբ շուրջը պատած սիրով, ամբողջական սիրով մեզ զգեստավորեցիր քո սուրբ խորհրդին սպասավոր լինելու համար։ Այսինքն քահանան զգեստավորվել է աստվածային սիրով, Աստծո խորհրդին սպասավոր լինելու համար, եւ մենք բոլորս մասնակից ենք այդ ամեն ինչին, հա, ներկա լինելով։ Թագավոր, հետո էլ վերջի տունը այսպես է, թագավոր երկնավոր, քո եկեղեցին անշարժ պահիր եւ մեզ քո անվանը երկրպագողներին, այսինքն ժողովուրդը, որ ընդեղ է եւ երկրպագում է Աստծո անվանը, այսինքն կրանում է եւ համբուրում է երկիրը Աստծո առաջ, պահիր խաղաղության մեջ։ Այդ վերջի տունն է, երևի դուք լսել եք, այսպես է. Թագավոր երկնավոր եկեղեցի քո անշարժ պահյա եւ երկրպագուս անվանդ քո պահյա ի խաղաղության։ Այստեղ ավարտվում է այդ ամբողջ հանդերձավորության պահը, երբ որ քահանան հանդերձավորված արդեն դուրս է գալիս եւ սկսվում է պատարագի պատրաստության շարունակությունը եւ առաջի բանը, որ սրանից հետո պատարագիչ քահանան եւ սարկավագը եւ մենք բոլորս խնդրում ենք, դա ինչքան է զարմանալի թվա, Աստվածամոր եւ բոլոր սուրբերի բարեխոսությունը խնդրելն է։ Ասում ենք քո միածին որդու ծնած մոր բարեխոսությամբ եւ բոլոր սուրբերի բարեխոսությամբ խնդրում եմ ընդունիր մեր աղաչանքները եւ մեր աղոթները։ Ինչու ենք միանգամից խնդրում բարեխոսությունը։ Սա խոնարհության նշան է, որ մենք այդքան չկանք, մենք այնքան մեղքերի մեջ ենք, որ մեզ անհրաժեշտ է քո որդուն ծնած Աստվածամոր բարեխոսությունը եւ բոլոր սուրբ մարդկանց բարեխոսությունը, որովհետեւ Տերն ասաց, որ ինքը խոնարհ եւ սուրբ մարդու աղոթքն ընդունում է։ Իսկ ամբարտավան, եսասեր, գոռոզ, մեծամիտ մարդուն ոչ միայն աղոթքը չի լսում, այլ ասում է ընդդիմանում է։ Հիմա տեսակ ինչքան կարևոր է պատարագի սկիզբը, սիրելի ժողովուրդ, երբ որ մենք երգում ենք խորհուրդ խորին շարականը։ Դե լավ եղեք, Աստված օգնական ու պահապան, դուք հետ կիսեք ձեր ընկերների հետ, իսկ իմ համար ամենամեծ ուրախությունը կլինի, որ դուք այս ձայնագրությունները լսելով ձեր կյանքերը դարձնեք դեպի Աստծուն, այս կիրակի պատարագի գնաք, հասկանալով, ձգտելով, ամեն կիրակի պատարագի գնաք, ձեր ընտանիքներին տանեք, ձեր երեխաներին տանեք, եթե ձեր ամուսինները կամ կանայք չգան, ոչինչ, այսօր չեն գա, կարող է վաղը գան, եւ այսպես մեր ժողովուրդը դառնա Աստծուն ապաշխարի գործ անելով, քայլ անելով, պատարագի մասնակցելով, հասկանալով եւ Տիրոջ երեսը փնտրելով։ Դե բարի օր, սիրելի ժողովուրդ, Աստված օգնական ու պահապան եւ բարի օր բոլորիս։